Անցնենք մի շատ զգայուն և նուրբ թեմայի, խոսքը Բաքվում պահվող մեր գերիների հարցն է։ Պարզ է, որ որևէ արժանապատիվ հայի, պարոն Ծառուկյան, մեր օրերում այս հարցը հանգիստ չի տալիս։ Բայց ցավոք սրտի նաև հասարակության մեջ այսպիսի մտքեր են գեներացվում, որ իբրև թե հասարակության մի մասին չի հետաքրքրում մեր հայ գերիների ճակատագիրը, առհասարակ հասարակությունը անտարբեր է եւ այլն եւ այլն։ Ես որոշակի առումով տեղյակ եմ, ձեզ հետ առիթ ունեցել եմ նաև մասնավոր զրույցներում այս հարցի մասին խոսել, բայց իմ հարցադրումը առավելապես այսպիսին է. ըստ ձեզ, որն է ելքը ստեղծված իրավիճակի եւ ինչ կարող ենք անել, ոչ չենք անում կամ բավարար համառությամբ չենք անում։ Այդ հարցը մեր ազգի արժանապատվության հարցն է։ Ու քանի որ Բաքվի բերդերում կան գերիներ, հայ գերիներ, հայ ազգը չի կարող որ հանգիստ մնալ, հանգիստ քնել, հանգիստ ապրել։ Ես մեկ անգամ ասեմ, քո հարցին, որ դու ասում ես կան մարդիկ, որ հանգիստ են, ես մեկ անգամ ասեմ, տվյալ մարդիկ հայ չեն, բայց ինձ թվում է, որ այդպիսի մարդիկ չունենք մենք։ Միայն մարդիկ չգիտեն իրենց անելիքը, ինչ անեն, ինչով օգտակար լինեն։ Տվյալ այդ գործում ինչ որ արվել է, ինչ որ արվում է, այդ տվյալ գործերը սիրում են լռություն, ոչ թե մեկնաբանություններ։ Եվ իրենց չվտանգելու համար եւ ամեն ինչ պետք է արվի, որ նրանք շուտ ազատվեն։ Սա է հիմնական հարցը, մնացածը ժամանակը ցույց կտա։